Ես ռեգլամենտը Շնորհակալություն Տիկին Թովմասյան, այդ թվում եւ ռեգլամենտը պահելու համար խնդրեմ Տիկին Քլոյան։ Ես որպես մարտի 1-ի 10 զոհերից մեկի քույր Գորքլանի քույրը, ինչպես նաեւ 10 զոհերի ծնողները, հարազատները, մեր հասարակության լայն շերտեր, մեր քաղաքացիներ, մարտի 1-ի Միեդի վճռից հետո, ներողություն, Միեդի վճռից հետո շատ լավ գիտեն ով է գլխավոր հանցագործը, ով է իրականացրել մարտի 1-ի օպերացիան, դա Ռոբերտ Քոչարյանն էր, եւ ով է կոծկել մարտի 1-ի գործը, դա Սերժ Սարգսյանն էր։ Եվ Միեդի վճռում հստակ գրված է, որ ապացույցները կեղծվել են, փամփուշտները փոխվել են, կեղծ փաստաթղթեր, գրություններ են ստեղծվել։ Այսինքն ամբողջությամբ կեղծելով իրական փաստերը, մարտի 1-ի գործը փակել է Սերժ Սարգսյանը։ Ինչու է փակել, որտեղ այս երկուսը գտնվում են միևնույն նավի մեջ եւ Սերժ Սարգսյանը չէր կարող կրակել իր ոտքի վրա, չէր կարող բացահայտել մարտի 1-ը։ Եվ այսօր այո մեզ համար դժվար է, մեր իրավապահ համակարգի համար շատ դժվար է բացահայտել այն իրեղեն ապացույցները, որոնք փոխվել է, փամփուշտներ են փոխել, ասում եմ կեղծ գրություններ են գրվել։ Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանը, երբ որ հրեշտակի դիմակը հագել է, եկել է ժողովրդին ասում է տվեք ինձ իշխանություն, որ ես ձեր անվտանգությունը ապահովեմ, ձեզ համար խաղաղություն իրական բերեմ, ձեր թոշակները բարձրացնեմ, կամ երկրի տնտեսությունը զարգացնեմ։ Այս անձը մոռացել է, որ ժողովրդի հիշողությունը շատ լավ է։ Ժողովուրդը չի մոռացել, որ մարտի 1-ի 2008 թվականին Երևան քաղաքի կենտրոնում գնդակահարեց այն նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ում այսօր ուզում է հոգ տանել, գա եւ իշխանություն ձեռքը վերցնի եւ հոգ տանի, բա ինչու զրկեց այդ 10 քաղաքացիների ապրելու իրավունքից։ Եվ գալ այսօր խոսել ազատ խոսքից, խոստանալ ժողովրդին ժողովրդավարություն, եւ ինչ է մտածում է, որ ժողովուրդը մոռացել է, որ նաեւ իր օրոք տեղի ունեցել հոկտեմբերի 27, եւ ինքը լայն ժպիտով կանգնած էր այդ օրը, չի մոռացել ժողովուրդը։ Եվ ինչ է ժողովուրդը մոռացել է, որ մեղրին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը փոխանակում էր։ Իրեն թվում է, թե ժողովուրդը մոռացել է, որ գույք պարտքի դիմաց գործարք է իրականացրել, ռազմավարական մեր նշանակության կարևորագույն օբյեկտները հանձնեց օտարին, ժողովուրդը չի մոռացել ինչպես է իրեն ունես զրկել, ինչպես հյուսիսային պողոտում բնակվող մեր քաղաքացիներին չնչին գումարով դուրս շպրտել իրենց տներից։ Այս ամենը ժողովուրդը չի մոռացել։ Այնպես որ եւ այսօր զարմանում եք, ուզում եք ասեք բացահայտեք, դատեք, ում եք բռնել, դատեք այդ մարդուն։ Ինքը տեղով դատված մարդ է։ Ինքը ընդհանրապես չպետք է խոսի, եթե ամոթի զգացում ունենար, այսօր ինքը քաղաքականությունից ընդհանրապես պետք է հեռանար։ Եվ ես համոզված եմ տիկին Տաթախաս, որ այո մեր իրավապահ համակարգը այսօր էլ ավելի շատ լավ կաշխատել ավելի մեծ ջանքերներ կդնի այս հանցագործներին իրական իրենց տեղը դնելու համար եւ իրենք վաղ թե ուշ հայտնվելու են ճաղերի ետևում։ Շնորհակալություն Ալխազ Ղազարյան։ Ես կարճ ուզում եմ ամփոփելով այսօրվա զեկույցը հարցու պատասխանը ընդհանուր ելույթները նկատել, որ ինչպես նկատեցիք շատ քչերն էին զեկույցին մանրամասն ծանոթացել եւ հիմնականում խոսվում էր այն բաների մասին, ինչի շահառու, այսպես ասած, կարելի է համարել կողմերին, այո, բայց շնորհակալ եմ նման ամփոփ զեկույց ներկայացնելու համար եւ կցանկանայի, որ հետագայում մեր այս քննարկումները հիմնականում լինեին ոչ թե կոնկրետ անձանց վերաբերել եւ որևէ կողմ պաշտպանող, այլ լինեին հիմնականում ավելի բովանդակային, ճիշտ ասած մնացածի մասին, այսպես ելույթի հերթը շատ շուտ հասավ, մոռացա լավ արդեն նիստերի դահլիճում։ Շնորհակալություն այլ ելույթներ։ Խնդրեմ Տեկին Դավան։ Շնորհակալություն, ավելի շատ ես ուզում եմ
ելույթի տեսքով մի հարց ուղղել ձեզ տիկին դատախազ եւ կխնդրեմ պատասխանել վերջերս անընդհատ մամուլում շրջանառվում են անընդհատ հրապարակումներ են տեղի ունենում ընտրակաշարք վերցնելու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքերը Սրա մասին անընդհատ խոսում են իշխանության ներկայացուցիչները Ընդդիմության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում այս խնդրի մասին, չեն դատապարտում ընտրակաշարք վերցնելը եւ բարեգործության արգելքը խախտելը եւ այնպիսի տպավորություն է, որ շատ իրավաչափ գործողություններ տեղի ունենում, բայց այս չար իշխանությունները փորձում են պատժել այս մարդկանց, ովքեր առանձնապես ոչ մի բան չեն անում։ Օրինակ այսօր մի հրապարակում կարդացի, որտեղ հայտնի փաստաբան, պատգամավորի տեխնացու Արամ Վարդևանյանն ասում է, դե երկու ընկերոջ խոսակցություն է, իրենք ոչ մի բան չեն խոսել։ Այդպես կարելի է բոլոր խոսակցությունները իմ կարծիքով փաթեթավորել, ասել դե երկու ընկեր էին, երկու ընկերուհիներ էին, այն մեկը տատիկ էր, անցած տարի ծնունդներ մոռացել էին նվերը տան, այս տարի որոշեցին տալ, եւ կարելի է ամեն ձևով փաթեթավորել եւ ընտրակաշարք վերցնելու եւ ընդհանրապես նյութապես շահագրգռելու ընտրություններից առաջ քաղաքացիներին այս process-ը ամեն ձևով կարելի է արդարացնել։ Հիմա սա այս պահին ու գիտեք տպավորությունը ինչն է, որ երբ մենք իշխանություն չէինք, պայքարում էինք ընտրակաշարքի դեմ, հիմա մենք իշխանություն ենք, էլի պայքարում ենք ընտրակաշարք բաժանելու դեմ, այսինքն դերակատարները հիմնականում չեն փոխվել, այսպես է դուրս գալիս։ Երբ այն ժամանակ ընդդիմություն էինք իշխանություններ ընտրակաշարք բաժանելու, խոստումներ տալիս, հիմա մենք իշխանություն ենք, այս պահին ընդդիմությունն է ընտրակաշարք բաժանելու խոստումներ տալիս, այսինքն ընդամենը տեղերն են փոխվել նրանց։ Հիմա տիկին դատախազ, քանի որ սա շատ կարևոր է, սա քրեորեն պատժելի արարք է, շատ ծանր հանցագործություն է։ Մեր քաղաքացիները միևնույնն է գնում են այս քայլին չհասկանալով, որ կանցնեն այս իրավիճակները եւ որոշ մարդիկ կգնան էլի իրենց համար հանգիստ իրենց կյանքով կապրեն, սակայն այս մարդիկ կունենան ծանր հանցագործության հատկանիշներով հետապնդվող արարք եւ խնդիր կունենան եւ իրենց կյանքի որակը էապես կփոխվի, իրենք այլևս այս տանը չեն ապրի, իրենք բանտում կհայտնվեն, շատ պարզ եմ ուզում ասել, որ դուք վատ բան եք անում, հարգելի քաղաքացիներ, մի արեք, հիմա այս ելույթի տրամաբանության մեջ խնդրում եմ ինձ ասել տիկին գլխավոր դատախազ, քանի գործ կա այս պահին հարուցված եւ հենց նոր հրապարակում ես տեսա, դրա համար չէի պատրաստվում խոսել, հենց նոր հրապարակում տեսա, որ Ավանում ինչ-որ էլի ձերբակալություններ են տեղի ունեցել, կխնդրեի ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնալ այս խայտառակ գործելավոճին, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այլ ելույթներ ես որքանով հասկացա չկա, հարգելի գործընկերներ, քանի որ դատախազության կողմից ներկայացված հաղորդումը քվեարկություն չի ենթադրում, այս փուլում մենք ավարտում ենք այս հարցի քննարկումը, տիկին, վայ ներողություն եմ խնդրում, վայ կներեք ամփոփիչ ելույթի համար, խնդրեմ, 1000 ներողություն։ Բոլորը հոգնել են շատ կարճ, բոլոր հարցադրումները նշել